որ դա միջանցք չէ, ճանապարհ է եւ այդ խոսույթը պետք է փոխվի եւ նաեւ ասեց, որ Հայաստան խմբակցության եւ Ուժեղ Հայաստան խմբակցության միջեւ դա տարաձայնություն է, չենք հիշում մոտեցումների տարբերություն։ Այո, այդ հարցում երկու խմբակցությունների միջեւ մոտեցումների տարբերություն կա, դա դրսևորվել է նաեւ նախընտրական պլատֆորմում եւ դա կարծում նորմալ է, այնպես չի, որ մենք ցանկացած հարցի վերաբերյալ ինչ տեսակետում ենք, իրենք պետք է նույնը ունենան կամ հակառակը։ Իսկ ինչ վերաբերում է բուն այդ ծրագրին, ակնհայտ է, որ սա պարզ եւ սովորական ճանապարհ չի, ոնց որ ասենք Սևան, Երևան, Մայրուղին կամ Հյուսիս-Հարավ։ Սա մի ճանապարհ է, որտեղ Հայաստանի ինքնիշխանությունը ունի սահմանափակումներ։ Սա մի ճանապարհ է, որտեղ կողմերը առնվազն հիմա պնդում են, որ պետք է լինի անխոչնդոտ ճանապարհ։ Սա մի ճանապարհ է, որը պարզ ավտոմոբիլային ճանապարհ չի։ Ստեղով անցնելու են տարբեր ենթակառուցվածքներ։ Մի ճանապարհ է, որը ղեկավարվելու է հայ-ամերիկյան ընկերության կողմից, որի բաժնետ տոմսերի մեծ մասը գտնվում է Ամերիկայի ձեռքում։ Հետևաբար սա մեր համար պարզ ճանապարհ չի։ Հիմա այդ փաստաթուղթը կգա խորհրդարան ավելի մանրամասն կհասկանանք։ Երկրորդը սրա շահավետությունը Հայաստանի համար։ Սա Հայաստանի տարածքով արտոնյալ պայմաններով ճանապարհ է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի միացնելու համար։ Մենք խոսել ենք նաև, եթե այս ճանապարհը զարգացվեր, ինչպես ենք պատկերացնում եւ Հայաստանը դրանից ինչ օգուտներ կարող էր ունենալ։ Հետևաբար այո, այստեղ կա մոտեցումների տարբերություն։ Ասացիք սովորական ճանապարհ չի, միջանցք է, հետևաբար, թե միջանցքի եւ ճանապարհի մեջտեղում ինչ որ բան։ Տեսեք, անունը ինչ ուզում եք դրեք, բայց այն ինչ որ ներկայացնում են Հայաստանի իշխանությունները, որ սա պարզապես ճանապարհ է, դա այդպես չի, այստեղ կա այդ պարզապես ինչի Սևան, ինչի Հյուսիս, իհարկե կա, ինչի Հյուսիս-Հարավը մի հատ ամերիկյան ընկերություն չի վերցրել եւ կառավարում։ Դա ինչ որ հատուկ պայմաններով Հայաստանի տարածքով ճանապարհ է, միջանցք է, չգիտեմ, մի ինչ, իհարկե, այսինքն պարզ ճանապարհ չի, իմ անուն ինչ ուզում եք դրեք, մեկը տեսեք, մի մասը ասում են Թրամփի ուղի, Ալիևն ու Էրդողանը ասում են միջանցք, ով ոնց ուզում մեկնաբանում է, ակնհայտ է, որ դա սովորական, հա, մի ժամանակ ասում էին, հա, դաշնակցությունը ասում է այդ ճանապարհի կամ միջանցքի օգուտը մենք չենք տեսնում եւ ունենք մի շարք մտահոգություններ, այն ինչ որ անունը ինչ ուզում եք դրեք, ուզում եք ասեք միջանցք, այո, ասում եմ միջանցք, որովհետեւ դա պարզ ճանապարհ չի։ Այստեղ խնդիրը, ժողովուրդ նայեք, այստեղ խնդիրը այդ բառախաղի մեջ չի։ Ես ուզում եմ հասկանանք այդ ճանապարհի բովանդակությունը, Հայաստանի համար դրա օգտակարությունը եւ արդյունավետությունը։ Ակնհայտ է, որ այստեղ խնդրեմ կա։ Հիմա Ավելի կոնկրետ հարցնել մի երկու հարցի հետ կապված Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ադրբեջանցիները այդ հատվածում, Հայաստանի այդ հատվածում ուսումնասիրություններ են արել արդեն ինչ որ էլեկտրահաղորդման հենասյուների կառուցման համար։ Ընդդիմադիր ձեր գործընկեր ֆրակցիայից Նարեկ Կարապետյանը ասաց, որ եթե վճարներ տրվում են, սուվերենության խնդիրը չի առաջանում, այսինքն եթե իրենք համարում են դա ճանապարհ եւ ոչ միջանցք, ենթադրում է, որ այդտեղ խնդիր չեն տեսնում, ամեն դեպքում ասում է, որ նորմալ է, կարելի է քննարկել։ Դուք ինչպես եք վերաբերվում այս հարցին, այսինքն դուք տեսնում եք այստեղ ինչ որ ռիսկեր, վտանգներ, ես կուզեի ձեր դիրքորոշում ասեք, այս կոնկրետ այս մասում էլեկտրայինը թաղված է դետալների մեջ։ Մինչև հիմա հենց նույն այդ նախագծի ջատագովները, այսինքն Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմաթիվ հարցերի պատասխաններ առնվազն նախորդ գումարման խորհրդարանում չի կարողացել տալ, որովհետև երբ որ սկսում ես դետալներից հարցեր տալ, ասում են դեռ չի քննարկվել, դեռ չգիտենք։ Ճանապարհի կառավարումը, օրինակ հայ սահմանապահը առնչվելու է ադրբեջանցիների հետ, թե անխոչնդոտ երթևեկելու են։ Պարզ հարց եմ տալի։ Ու նմանատիվ բազմաթիվ հարցեր, այս հարցերի պատասխանները մենք դեռ ամբողջությամբ չունենք, դրա համար, այսինքն միանգամից գնահատականներ տալ դժվար է, բայց ակնհայտ է, որ կան մի շարք հարցեր, որոնց
պարզաբանում, այս իշխանությունը չի կարողանում տալ։ Հիմա սահմանադրական դատարանում այդ նախագիծը կգա խորհրդարան, շատ ավելի համապարփակ եւ հանգամանալից կխոսենք։ Ամեն դեպքում մեր գնահատականը շարունակում է մնալ նույնը, որ դա վտանգավոր է Հայաստանի Հանրապետության։ Իշխանական է իրանց դիրքորոշումը։ Ում Ուժեղ Հայաստանին դիտարկում եք։ Չէ, նման գնահատական բնականաբար ես չեմ տա իշխանական է եւ այլ, դա իրենց գնահատականն է, որը տարբերվում է մեր տեսակետից։ Պարոն Սաղաթելյան, եւ ուզում եի հարցնեի սրա հետ կապված Լավ, դու հարցրու միջև Պարոն Սաղաթելյան, ձեր իշխանափոխության ծրագրից ինչ կա, որ փուլում է։ Բոլոր գնահատականները, դիրքորոշումները այս իշխանության, էության եւ բնույթի մասին շարունակում են մնալ ուժի մեջ։ Շարունակում են պնդել, որ այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար։ Հետևաբար, այս նոր գումարման խորհրդարանում, այս նոր փուլում, այս իշխանության գոյության պայմաններում մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները ոչ միայն չեն վերացել, այլ դրանք օրեցօր ավելանում են, հետևաբար իշխանափոխության հարցը շարունակում է մնալ օրակարգում։ Ինչպես պետք է հասնենք դրան, խորհրդարանում այսօր կա նաև մեկ խոշոր խմբակցություն։ Կան արտախորհրդարանական ուժեր, կան շահագրգիռ ուժեր իշխանափոխության հարցում։ Այս բոլորի հետ պետք է քննարկենք, համախմբում ստեղծենք ճանապարհային քարտեզ եւ փորձենք հասնել մեր նպատակին։ Այդ քննարկումները այս փուլում կա, կոնկրետ մենք ունենք մեր պատկերացումները, բայց դա հրապարակայնացնելուց առաջ ճիշտ կլինի այդ օրակարգի շուրջ լինի համաձայնություն։ Ես կարծում եմ դրա գլխավոր բախման, այսպես ասած, իվենտները լինելու են սահմանադրության փոփոխության հարցը, առաջիկայում այս իշխանությունների կողմից նախապատրաստվող հանձնումների հարցը, դա կլինի անկլավների տեսքով կամ այլ տեսքով, այսինքն ծանր խնդիրներ կան մեր առջև կանգնած եւ այս իշխանությունը մի կողմից ժողովրդին եւ դաշտը պատրաստում է այդ զիջումներ իրականացնելու համար։ Մենք էլ պետք է անենք հակառակը, ստեղծենք դրան դիմագրավող համակարգեր, որ կարողանանք թույլ չտալ եւ հասնել իշխանության։ Եթե արտահայտվելուց չեղավ այդ ալիքը, ոնց որ սպասում ենք, այդ էլ ինչ պետք է հանձնեն, որ լինի այդ Արցախի ժամանակ չեղավ, դրա արդյունքում կորցրեցինք նաև Հայաստանից եւս 200 կիլոմետր քառակուսի տարածք։ Եթե հիմա չլինի, ավելին ենք կորցնել։ Պարոն Սաղաթելյան, ուզում եի հարցնել այդ էլեկտրահաղորդման սյունների հետ կապված, որ նաև մաս են կազմում այդ ենթակառուցվածքների թրիփում։ Իշխանությունը ասում է դրանց հիմնական բանը գործառույթը տարանցմանն է ծառայելու, այսինքն տարանցման նպատակով է լինելու, բայց չեմ բացառում նաև էլեկտրաէներգիայի ստացման շուրջ հնարավոր քննարկումներ է հետագայում Ադրբեջանից նկատի ունեմ։ Դուք նման հեռանկարին, այսինքն ձեր ֆրակցիան, ձեր քաղաքական թիմը նման հեռանկարի հետ կապված ինչ դիրքորոշում ունեք, արդյոք տեսնում եք այդտեղ ինչ որ վտանգներ կամ խնդրահարույց կետեր։ Ես երբեք չեմ կարող հավատալ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են լինել Հայաստանի համար այլ ընտրանքային աղբյուրներ, էներգակիրների, չգիտեմ, գազի, այլ մթերքների, դա ես պարզապես ոնց բացատրեմ, այսինքն ոնց կարելի է ենթադրել, որ թշնամի պետությունները, որոնք վերջին 100 տարվա մեջ 2 անգամ մեր սեփական հայրենիքում ցեղասպանություն են իրականացրել մեր նկատմամբ, էթնիկ զտում, պետություններ, որոնք հայկական էթնոսի, հայ մարդու, հայ ինքնության հետ խնդիր ունեն, անընդհատ ուզում են ոչնչացնել, այդ պետությունները կարող են ասենց շատ արագ դառնալ բարեկամ, հրաժարվել իրենց աշխարհակաղակական ծրագրերից եւ դառնան մեզ այլընտրանքային մատակարարման աղբյուր։ Ես դրան չեմ հավատում։ Հետևաբար այս առևտրատնտեսական շարժը այդ մասին չի, որ օրինակ հասարակությանը բթացնելու նախընտրական շրջանում Ալիևը կիսով չափ ԿՊ-ի նախընտրական շտաբի պետի պարտականություններն էր կատարում, անընդհատ մի անգամ բենզիներ ուղարկում, ցորեն, չգիտեմ ինչ մթերք, վերարտադրությունը ապահովելու է շարունակական զիջումներ իրականացնելու համար։ Այս ամեն ինչը այդ շրջանակում է։ Հետևաբար այս ընթացքում ինչ պետք է, ասես բաներ կանեն, որպեսզի հասարակությունը բթեցնեն, մոլորեցնեն եւ ցույց տան, թե ամեն ինչ վերջացած է, մենք այլևս եղբայրական ժողովուրդ ենք ու տանան մեզ նոր զիջումների եւ կոտորացի։ Ձեր ասածը, պարոն Սաղաթելյան, այն է, որ եթե նույնիսկ ինչ որ մատակարարումներ լինեն, դա ինչ որ X փուլում ինչ որ ռիսկեր է ենթադրելու, եթե այո, ինչ ռիսկեր։ Այդ մատակարարումները, եթե դիտարկում ենք իբրև այլընտրանքային աղբյուրներ, այո,
Հիմա մեզ կկտրեն մեր հիմնական մատակարարներից, կմնանք իրենց հույսին, հետո այդ կռանտները կփակեն։ Այսինքն մի տարի Արցախը 100,000-ից ավել մարդ մեր ու մանուկ այսպես ասած բլոկադայի ենթարկած ազգից ու պետությունից դու այսօր ինչ-որ այլընտրանքային աղբյուրների ակնկալիք ունես։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հետևյալն է, շատ եմ ասել, թշնամանալ բարեկամ երկրների հետ եւ փորձ անել բարեկամանալ թշնամի երկրների հետ։ Արդյունքում բարեկամների հետ թշնամանալու ենք, իսկ թշնամիների հետ չենք բարեկամանալու եւ երկիրը տանելու են նոր արկածախնդրից։ Պարոն Սաղաթելյան, սա Նարեկ Կարապետյանի կողմից առաջին դեպքը չէ, երբ ուշագրավ հայտարարություն անում են, նաեւ ասում է, որ չգիտեմ, մուշը անին մեր հայրենիքն են, բայց մենք նկրտումներ չունենք իրենց նկատմամբ։ Սա էլ է տարբերում մասնավորապես ձեր դիրքորոշումից, որովհետեւ ես հիշում եմ հայրենիքի փրկության շարժման օրերին, որ դուք ոչ միայն Արցախի վերադարձ եք խոստանում, այլ նաև Արևմտյան Հայաստանի եք խոստանում։ Ասենք ես ասել եմ Արևմտյան Հայաստան ենք վերադառնալու հայրենիքի փրկության շարժման ժամանակ։ Այո, ասել եք Արևմտյան Հայաստանն ենք վերադարձել։ Ես նման բան եմ ասում։ Այո, օպերայի հրապարակում, Ֆրանսիայի հրապարակում ելույթի ժամանակ, պարոն Սաղաթել։ Կխնդրեմ էդի 19, կարի պայմանավորվենք գտնես էդի 19։ Ես ասել եմ, որ մենք այսինքն պատերազմից հետո հետ ենք բերում Արցախը, մյուս շաբաթ էլ Արևմտյան Հայաստանը։ Չէ, ժամկետներ չեք նշել, բայց ասել եք դու Արցախն էլ ենք հետ բերելու, Արևմտյան Հայաստանն էլ ենք վերադարձնելու։ Չգիտեմ էլի ինչ կոնտեքստում ինչ ես ասում, բայց մեր մոտեցումը հստակ է, նախ նորմալ է, որ ուժեղ Հայաստանի եւ Դաշնակցության տեսակետների միջև կարող են լինել տարբերություններ եւ այո կան այդ տարբերությունները։ Եթե ուժեղ Հայաստանը ամբողջությամբ կիսեր Դաշնակցության տեսակետը, կմտնեին Դաշնակցություն, որ քաղաքականություն չէին ստեղծի։ Կամ մենք կիսեինք ուրիշինը, այսինքն հետեւաբար շատ նորմալ է, որ ուժեր ունեն տարբեր տեսակետներ, մենք հարգանքով ենք վերաբերում այդ տեսակետին։ Պարոն Սաղաթելյան, եք թող մտածեմ։ Պարոն Սաղաթելյան, վերջերս Սամվել Կարապետյանն էր հայտարարել ընդդիմադիր ուժերի համախմբվելու եւ իշխանությանը հեռացնելու հետ կապված որևէ հանդիպում քննարկում այդ հարցի շուրջ եղել է ուժեղ Հայաստանի հետ Սամվել Կարապետյանի հետ Հայաստան դաշինքը հանդիպել է այդ շրջանակներում։ Քննարկումներ կան, խոսակցություններ կան եւ կարծում առաջիկայում դրանք կշարունակվեն, այս պահին թույլ տվեք շատ դետալների մեջ չմտնեմ։ Իշխանափոխության հետ կապված մի բան ճշտենք, քանի որ ասացիք, որ ծրագիր դուք ունեք եւ դա կքննարկեք ընդդիմադիր ձեր մյուս գործընկերների հետ, ամեն դեպքում դուք հակված եք փողոցային տարբերակով Փաշինյանին հեռացնելուն, թե անվստահություն հայտնելու։ Ես ուրիշ տարբերակ չգիտեմ իշխանության հեռացնելու։ Սպասեք 6 ամիս անվստահություն հայտնել։ Դրանք իրար փող լրացնող են։ Ես կարծում եմ, որ առանց փողոցի հնարավոր չի անվստահության հասնել եւ հակառակ։ Այսինքն մենք առաջին օրվանից ասել ենք, որ փողոց եւ խորհրդարան պետք է լինի համատեղ, որովհետեւ դա է հաջողության հասնելու ճանապարհը։ Պարոն Սաղաթելյան, Արեք, ինչ է ես այդքան ուրախ։ Խնդրում եմ։ խնդրի ոնց է կարևիցա Դիտեք բոլորն են ուրախի միայն ֆիքսեցի։ Պարոն Սաղաթելյան, սահմանադրության փոփոխության վերաբերյալ եւ փողոցային ճանապարհով իշխանափոխության իշխանության ներկայացուցիչ падգամավորներից մեկը Սոնա Ղազարյանը մասնավորապես այսօր նշում էր, որ դուք մի քանի անգամ փորձ եք արել փողոց դուրս գալու, իշխանափոխություն անել, բայց ձեր մոտ չի ստացվել, որովհետեւ դա տեխնոլոգիա չէ եւ ժողովուրդը դրա պատասխանը տվել է ընտրությունների միջոցով, այսինքն անարդարության դեմ պատասխանը ընտրությունը հիմա այս երկրում կարող է ամեն բան լավ, անարդարություն չկա, թալան չկա, դուք ինչ եք ուզում ես երկրում ինչ-որ իշխանափոխություն անեք ու նաև ասում էին 2021 թվականին այդ իշխանությունը գետին ընկած էր եւ ձեզանից ոչ ոք չգնաց ու չվերցրեց դա։ Հիմա ինչ եք եկել ավելի դժվար ճանապարհով ուզում իշխանափոխություն։ Ես հիշում եմ, ես գետնին ընկած չեմ տեսել, այտենց գետնին գցած որ մենք էլ չվերցինք, օրինակ նոյեմբերի 9-ից հետո հիշում եմ ամսի 10-ին ոնց Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի գրեթե բոլորի կուսակցությունների ղեկավարներին ձերբակալեցին։ Ես հիշում եմ, թե ինչ այլանդակ միջոցներով են պայքարել այդ ամբողջ ընթացքում ընդդիմության դեմ։ Հետևաբար իշխանությունը իրանք ատամներով ոչ մի կարմիր գիծ չունենալով պահել են իրենց իշխանությունը։ Իսկ ինչ վերաբերում է երկրի ընդհանուր վիճակին, գիտեք, այն ինչ որ իրականացվում է, այս փուլը ինչ որ արել են, հիմա սա փորձելու են հասնել անդառնալի կետի։ Եթե Սոնա Ղազարյանը ԿՊ-ն եւ այսօրվա իշխանությունը մնա, հետո շատ դժվար է լինելու այս ամեն ինչը վերականգնել։
Եթե այսօր ինչ-որ պայմաններով տնտեսության մեջ մի քիչ փող կա, անընդհատ վարկեր են վերցնում, մատակարարում են տնտեսությանը, փորձում են ցույց տալ, որ հայ մարդը գոհ, երջանիկ, անդարդ ապրում է, սա շատ ժամանակավոր, սրա տակը կա ծրագիր, որ իրականացում է, շատ ենք խոսել այդ մասին։ Այս իշխանությունը սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ հայ մարդուն։ Եվ դա ասելու բոլոր փաստերը եւ հիմքերը մենք ունենք։ Պարոն Սաղաթելյան, դուք նախկինում եք ասել, որ նոր սահմանադրության հետ, երբ որ արդեն գործնականում սկսեն դրա հետ կապված աշխատանքները, դուք պատկերացնում եք ընդդիմադիր դաշտի խորհրդարանական, արտախորհրդարանական համախմբում, այս փուլում եք պատկերացնում նաեւ ինչ որ փողոցային պայքար սկսելու, այսինքն դա դարձնելու Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակ։ Հենց ինձ տեսնում փողոցային պայքարից հարցնում։ Այս խորհրդարանը երկու անգամ էլ ուրիշի հարց եկել ես փողոցային ես էլ փողոցային ես տեսնում եք նորմալ գալիս եմ նիստերի ելույթ եմ ունենում տեսեք ովքեր փորձել են այս ընթացքում իրանք կարող են այդ հարցին պատասխանել հարցրեք չփորձողներին որովհետև այս ընթացքում բան չանողներին բայց ես դրանից չեմ խուսափում այո Հայաստանում առաջիկա փողոցային Նաև այդ օրակարգի շուրջ գեներացնել ինչ որ փող պետք է անել։ Մենք հասկանում ենք լավ իրանք ինչ են անում։ Այս ծրագիրը, որ եթե ժողովուրդ ուզի падգամավորները չեն կարող քվեարկել, սրանք այդ 18 թվականի փորձն են ուզում անան։ Հանրային ճնշում, բայց չեն հասկանում, որ իրանք այլևս մեր ժողովրդի կողմից այդ աջակցությունը չունեն, անցել է այդ ժամանակ։ Իրենք վարչական ռեսուրսով, փողով, բռնություններով վերարտադրված իշխանություն են։ Էլ չեն կարող ժողովրդին տանեն մարդկանց պատուհանների տակ եւ ստիպեն, որ քվեարկություն անեն։ Ամեն ինչ պետք է անել Ալիևի հակով գրված սահմանադրությունը ձախողելու համար։ Վերջի կարճ հարցը, պարոն Սաղաթելյան, այս որ դուք ասել եք արտախորհրդարանական նաև համախմբում, արտախորհրդարանական ուժերից քննադատություններ էին հնչեցնում, թե եթե այսպես եք ասում, սա ինչ է նշանակում, որ դուք տապալել եք ներսում քվեարկությամբ դա թույլ չտալու օրակարգը, որ մի հատ էլ դուրս է գալիս փող։ Տեսա զարմացա, անկեղծ, ուզում էի զանգեի Էդմոնին Մարուկյան, բայց դեռ կզանգեմ, որ այսինքն ոնց կարելի է, ես գամ կանգնեմ ստեղ, ձեզ ասեմ, որ բացառում եմ, որ մեզանից մեկը կքվեարկի, ինքը լայվ մտնի, ասի դա նշանակում է, որ իրանք վստահ չեն իրենց թիմի վրա, հասկանում եք, մանիպուլյացիային չափ կա, ձև կա, հատկապես երբ որ շփում կա, էլի, ես քաղաքական դաշտի այս նոր բանը ամոթել, այսինքն հարց ունես, հեռախոսով զանգի ճշտի, եթե չեմ բավարարի Դիր հրապարակային խոսի էլի, այսինքն չի կարելի այսքան ասենց օթից բռնել։ Հիմա լայվ են արա այսքան մարդ նայել է։ Ես էլ պետք է դնեմ հերքեմ, ընդ որում ասում եմ, ձեզ եմ հարցազրույց տվել, ասել եմ որ բացառում եմ մեզանից մեկը կմիանա։ Հիմա էլ եմ պնդում, որովհետև ես չկա դրա հնարավորությունը։ Մենք այդ օրակարգով ենք նաև եկես խորհրդարան։ Տեսեք, նույնիսկ մեր գործընկեր ուժի վրա եմ այս հարցում վստահ, որ չկա, իրանք էլ են այս օրակարգով նաև եկել։ Մենք ստեղ պետք է այդ ճակատը պահենք, դրսում պահենք, մենք ես ինչ եմ ասել եմ, որ արտախորհրդարանական ուժերին եւս պետք է ներգրավել այս process-ի մեջ։ Դա չի նշանակում, որ մեր վրա այս պատասխանատվությունը գցել եմ, ասել եմ, չէ, մենք անցնելու ենք այն կողմ, դուք եկեք մեզ փրկեք։ Այսինքն ոնց կարելի է ամեն ինչը ընդհակառակը լայն Համախմբում է պետք է այդ ոչի ճակատի մասին ես առաջի անգամ խոսել եմ Դաշնակցության 135 ամյակին 25 թվականի նոյեմբերին մեծ հայտարարություն եմ արել հիմա էլ եմ դա պնդում ինձանից հետո տարբեր քաղաքական ուժեր արել են որի համար միայն ուրախ եւ երջանիկ ենք եկեք խելքի տանք սրա դեմը առնենք հերիք այսինքն ամեն մեկը լայվ մտնեք մի 5 հոգու փորձեք թիրախավորել ինչա թե դուք լավ երևաք հիմա ես թույլ չեմ տալի չէ արտախորհրդարանական ուժերին ովքեր շեմը չեն անցել ովքեր 0.2% 5000 ասենք ես իմ գյուղում ավելի շատ եմ ձայն ստացել քան իրանք ամբողջ իրենց կուսակցությամբ բայց մի անգամ թույլ չեմ տվել ինձ ասեմ տղերք ինչի մասնակցեցիք ինչի փոշիացրեցիք ինչի էսի չեմ ասել ու չեմ ասել որովհետև ինքը խնդիր իրանք չեն ընդհակառակը փորձում ենք իրենց հետ լավ հարաբերություն ձևավորենք բերենք այս օրակարգի շուրջ եթե անկեղծ է այդ դաշտը փորձենք այս հրեշների դեմը առնել Հանձնաժողովների վերաբերյալ մամուլը ի սկզբանե գրում էր, որ հավակնություն չկա որևէ հանձնաժողովի պաշտոն ստանձնելու, բայց ձեզ մարդու իրավունքների պաշտպանի մշտական հանձնաժողովը բաժին եկավ, նա այդ տեղեկությունը կհաստատեք, թե կհերքեք իրականում չունեիք որևէ հավակնություն։ Անկեղծ ասեմ, որոշել եք արդեն ով է լինելու։ Անկեղծ ասեմ, այո, մենք սկզբնական շրջանում հաշվի առնելով նաև նախորդ խորհրդարանի փորձը
Դրա արդյունավետության հարցը խիստ կասկածի տակ էինք դնում, այնպես չի որ հիմա էլ չենք դնում, բայց մի հանձնաժողով կար, որ մտածում ենք, եթե ստացվի, վերցնենք այդ հանձնաժողովի անելիք, տեսնում ենք, դա մարդու իրավունքների հանձնաժողովն էր։ Այնպես ստացվեց, որ կարողացանք, այսինքն դա բաժին ընկավ մեզ, մենք ընտրեցինք այդ հանձնաժողովը, հետեւաբար դա տեխնացում կգա ու կասի։ Քննարկումների մեջ ենք։ Ընդդիմության ինչ առնեկարել լինի նախագահի մասով ընդդիմությունն է։ Այդ հանձնաժողովը կարծես թե եթե չընտրեն մեր տեխնացուին, տեղակալը, Դուք չեք լինի։ չէ։